Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքում այս կիրակի ընտրություններ են։ Մենք, դուք գիտեք, ընտրարշավի սկզբից հրավիրել էինք թե բոլոր տեխնացուներին, մի մասը եկել էր, մի մասը մերժել էր, մենք որոշել էինք նաև ընտրարշավի վերջում տեխնացուներին հրավիրել Եվ այսօր մենք քննարկենք այն տեխնացուների հետ, որոնք ընդունել են մեր հրավերը, այն տեխնացուներին, որոնց դուք չեք տեսնի, նրանք մերժել են հրավերը, իրանց իրավունքն է եւ այսպես մենք ունենք երկու տեխնացու հյուր այսօր, Արգիշտի Մեխակյան, Վաղարշաբաթ համայնքի ղեկավարի տեխնացու, քաղաքացիական պայմանագրի կուսակցություն, բարի երեկո պարոն Մեխակյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար եւ Վաղարշաբաթ համայնքի ղեկավարի տեխնացուն Հանրապետություն կուսակցությունից Հարություն Մկրտչյան, բարի երեկո պարոն Մկրտչյան։ Ինչու դեբատը չի կայանում հիմնական ուժերի մեջ ձեզ, որովհետև ես գիտեմ, որ էլի հեռուստաընկերություններ կան, որոնք փորձել են կազմակերպել դեբատներ, բայց դրանք կրկին չի ստացվել, մարդիկ մերժել են։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որովհետև արդեն ամփոփում ենք քարոզարշավը մեր բնակիչներից այս ամբողջ ընթացքում ջերմ ընդունելության, ջերմ խոսքերի, խնդիրների, հարցերի բարձրաձայնման համար, բայց այնուամենայնիվ վերադառնալով հարցին ասեմ, ինչու չի կայանում, որովհետև ասելիք չկա։ Ես չեմ պատկերացնում մի ուժ, որ գա այստեղ այն հարցերին պատասխանի, թե օրինակ ինքը ինչ էր անում նոյեմբերի 9-ին կառավարությունում, երբ որ ավիրում ջարդում էին ջարդարարները պետական գույքը, ավիրում էին ու ինքը ողջագուրվում էր իրենց հետ, կամ խոսելով Արցախի մասին, մեր ուժին վերագրելով Արցախը հանձնելը, բայց իրենք կոալիցիա են կազմում Հայ հեղափոխական դաշնակցության հետ եւ այդ կոալիցիայով են հիմա հանդես գալի եւ այդ ուժի ներկայացուցիչը մեկ ստորագրությամբ Արցախը հանձնեց եւ անտուն դարձրեց 100,000-ավոր քաղաքացիների եւ այսպես շարունակ իրենց ամբողջ խոսույթը իշխանությանը ցեխոտելը, իմ անձը ցեխոտելը, դե մնացած ուժերին չեմ ասում, որովհետեւ Բայց եթերում կարող են ցեխոտեին, հիմա ինչ վատ հնարավորություն է։ Որովհետեւ եթերում պետք է շատ լավ կլիներ, որ գար, որովհետեւ ընդհանուր առմամբ եթե մարդը մտնում է քաղաքականության մեջ, քաղաքական առճակատումների լավագույն տարբերակը դա դեբատն է, բանավեճն է։ Եթե չկա բանավեճ, դու ուրեմն առնվազն քո ընտրողի հետ անկեղծ չես, այսինքն ուզում ես ընդամենը հրամցնես հանրությանը այն, ինչը դու մտածում ես ճիշտ է կամ ինչը մտածում ես, որ պետք է հրամցնես։ Երբ որ քեզ տրվող հարցերի պատասխանը դու չունես, հետեւաբար պետք է խուսափես։ Դա իմ կարծիքները հենց այդ պատճառով էլ չեն եկել։ Ես կարծում եմ, որ քոչարյանական տեխնացուները միշտ են խուսափելու բանավեճերից եւ սա պետք է մեզ համար այլևս լինի նորմալ եւ սովորական։ Ինչպես որ իրենց առաջնորդները Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ինչու ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես որ իրենց առաջնորդներն են խուսափում հանրային բանավեճերից, այնպես էլ իրենք։ Սակայն Արցախը, Արցախահայությանը բոլոր այդ արտաքին ուժերի հետ կապված խնդիրները մի կողմ դնելով ես կուզեմ վերադառնալ վաղարշաբաթ խոշորացված համայնք։ Քոչարյանական տեխնացուները գան այստեղ, ինչ պատասխան են։ Կան ասեն, թե ոնց են քաղաքացիական պայմանագրի նախորդ համայնքապետի հետ, ով հրաժարական տվեց, համայնքային հողեր օտարել, որին պարոն Մեխակյանը քաղաքական գնահատական այդպես էլ չտվեց։ Կան ասեն, թե 60 ավականու նիստերից ինչի են ընդամենը 20-ին հաճախել։ Ի վերջո, եթե իրենք գան, առհասարակ, մարդիկ ովքեր ունեն իշխանություն, պետք է դարձնեն սա գործելավոճ։ Անկախ նրանից դա իշխանական դիրք է իրենց տրված, թե ընդդիմադրի տիտղոս է իրենց տրված, իրենք պետք է լինեն հաշվետու։ Գային հաշվետվություն ներկայացնելու էին վաղարշաբաթի բնակիչներին, թե ինչ են իրենք արել։ Ոնց էին այդ հարցերին պատասխանելու։ Վաղարշաբաթի բյուջեին դեմ են քվեարկում, բայց քաղաքացիական պայմանագրի նախորդ համայնքապետի հողեր օտարելու որոշմանը կողմ են քվեարկում։ Դա էլ թող պարզեն իրավապահները։ Իդեպ նորից եմ կրկնում, պարոն Մեխակյանը մինչև այսօր իր նախորդին չի տվել քաղաքական գնահատական։
Շատ լավ։ Դուք ձեր ամբողջ խոսույթը կառուցում եք իմ քաղաքական գնահատականի վրա։ Իմ քաղաքական գնահատականը տրվել է, քաղաքական ուժի քաղաքական գնահատականը տրվել է, որի արդյունքում Դիանա Գասպարյանը այսօր չի պաշտոնավարում։ Դիանա Գասպարյանն իր հրաժարականի տեքստում, եթե չեմ սխալվում, նա նշել էր, որ իր ընտանիքը մեծացել է եւ ինքը գնում է իր հետագա ժամանակը նվիրելու իր ընտանիքին։ Ես այստեղ քաղաքական գնահատական իր հրաժարականի տեքստից շատ կարճ ժամանակ հետո դուք էլ տեքստ հրապարակեցիք, որ ոչ մի դեպքում չեք մասնակցելու վաղարշաբաթի ընտրություններին, բայց այսօր մասնակցում եք։ Դա մասնակցում եմ, որպեսզի վաղարշաբաթում այսինքն այդ հայտարարությունները շատ լավ, հայտարարությունները թողնենք հայտարարություններ, ես կարող եմ ասել իմ անելիքները եւ եթե իմ մասով հարցեր կա, նախընտրական մթնոլորտը ինչպիսին է վաղարշաբաթում։ Բնակիչների հետ շատ լավ, դե քաղաքական շատ մեծամասնություն ուժերի հետ տեսնում եք։ Հեռահար արճակատումներ լինում են, մեկ անգամ լավատություն, չգիտեմ, եւ այլն չկա։ Գիտեք, այնտեղ ուժեր կան, որ իրենց բնույթով կամ իրենց ստեղծման ամբողջ նպատակը ինչ որ մի բան հրահրելն է եւ դրա համար չարժի նրանց անդրադառնալ, որովհետեւ իրենց չի հետաքրքրում վաղարշաբաթին, իրենց վաղարշաբաթու խնդիրները, իրենք չունեն գործիքակալ, չունեն գաղափար, չունեն ճանապարհային քարտեզ, թե ինչպես են դրանք լուծելու, միայն անձին վիրավորելով, փորձելով ստեղծել Իրանք դուք խոսում եք, քննարկում եք վաղարշաբաթին համայնքային խնդիրներ, ասենք ճանապարհա, գազա, լույսա, չգիտեմ, հրապարակա եւ այլն, կոյուղիա, թե ստեղ էլի լուծվում է համաշխարհային խնդիր։ Իրականում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հենց դրա մասին, այսինքն տեղական խնդիրների մասին են, ինչի համար թիմ մարմինը ստեղծված է եւ իրավասու է գործունեությունը իրականացնել։ Բայց քանի որ քաղաքական ընտրություններ են, մենք չենք կարող հեռու մնալ քաղաքական խնդիրներից կամ քաղաքական ուժերը չեն կարող իրենց քաղաքական նպատակները չարտահայտել այդտեղ։ Հետևաբար պետք է ասեմ, որ առաջին հերթին մենք պետք է անդրադառնանք վաղարշաբաթու խնդիրներին եւ դրա լուծման տարբերակներին եւ դրա լուծման ուղիներին։ Որովհետեւ իրականում մեր շփումները բնակիչների հետ հենց դա է։ Սովորական մարդիկ իրենք այս ընտրությունների մեջ տեսնում են ամենաշատը տեսնում են իրենց կարիքների բավարարումը առօրեական, իրենց շրջապատի, իրենց համայնքը, քաղաքը, գյուղը, բնակավայրը ավելի լավը տեսնելու։ Սա է ամբողջ հիմնական նպատակը եւ քաղաքացիների ակնկալիքն էլ սա է։ Ես կարծում եմ, որ այստեղ աշխարհակաղակական հետք եւս պետք է տեսնել։ Ես կարծում եմ, որ անպայմանորեն սա պետք է քաղաքականացնել, որովհետև սա ինչ որ առումով նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, սուվերենության համար մղվող պայքար է։ Ինչ ենք մենք ուզում առանձնանալ այստեղ։ Իհարկե վաղարշաբաթին քաջ գիտակցում է։ Վաղարշաբաթու խնդիրները, որ ասենք վաղարշաբաթու խնդիրները, խնդիրները, պարոն Մեխակյան։ Կներեք էլի։ Դուք վաղարշաբաթ խոշորացված համայնքի նախորդ համայնքապետի տեղակալն եք եղել։ Դուք եղել եք ազգային ժողովի падգամավոր։ Դուք եղել եք Խոյ խոշորացված համայնքում ընտրված ղեկավար։ Դուք եղել եք մարզպետ։ Դուք հիմա խոսում եք տեղական խնդիրներից, այդ տեղական խնդիրները ես ամբողջ օրը պատտվում եմ վաղարշաբաթ խոշորացված համայնքում։ Տասնամյակների խնդիրներ կա վաղարշաբաթում տակված։ Օրինակ, կնշեք մի քանի դարակազմիկ, մի քանի այսպես շռնդալից։ Չհասկացա, հիմա մենք հարցեր մասներ, որ դրանք տեղական ինքնակառավարման մասին են, թե աշխարհակաղակական։ Եվ տեղական նախ եկեք ֆիքսենք, որ բոլոր տեխնացուները, բոլորը անխտիր, տասնամյակներ շարունակ եկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ծրագրերով ներկայացել են, ծրագրերը եւ իրենց աշխատանքային պարտականությունները վաճառել են քաղաքացիների վրա, իսկ իրականում քաղաքացին իր խնդրի հետ մնացել է մենակ միջև այսօր։ Իմ ասածը դա է, թող որևէ մեկը չփորձի համայնքը մաքուր պահելը, կանաչ գոտիներն ավելացնելը, կանաչ եղած գոտիները պահելը, բարեկարգելը, ճարտարապետական դիմագիծը չբռնաբարելը, թող որևէ մեկը չփորձի վաճառել քաղաքացիների վրա։ Դա պարտականություն է։
որը պարտավոր է յուրաքանչյուր համայնքապետ կատարի։ Այստեղ դուք ավելի լավ պատասխանեք, թե օրինակ Կիրիենկոն քանի տեխնացու ունի վաղաշաբաթ։ Ես ձեզ օգնում եմ, պարոն Մերկալյան, կարծես թե գաղափարապես նույնն ենք ուզում, բայց ի տարբերություն ես ավելի լավ կանեմ այն ինչ տեղը պատասխանի, դուք գիտեք Կիրիենկոն քանի տեխնացու։ Դուք ձեր աշխարհակաղակական առնվազն վաղաշաբաթ խոշորացված համայնքում մի քանի տեխնացու ունի։ Մի քանի։ Չեք չափազանցնում։ Դե, պարոն Ղազարյան, եկեք վաղաշաբաթ խոշորացված համայնք թերթեք, բանավեճ եք կազմակերպել, քանիսն են եկել, ինչ հետագիծ ունեն։ Կռիմ նաշ, կռիմ վաշ։ Վերև նաստված ներքև Վլադիմիր Պուտին։ Այնուամենայնիվ, եկեք վերադառնանք հարցին, որ վաղաշաբաթում ընտրվելուց հետո ոչ մի Կիրիենկոն գործ չի անելու, պետք է համայնքի ղեկավարը գործիքակազմ աշխարհակաղակական խնդիրները լուծելու։ Շատ լավ։ Բարեք, հիմա ես սովորական վաղաշաբաթի ենք, ենթադրենք ձեր ծրագրերը, ինչ եք անելու ընտրվելուց հետո 1-2 տարում, որ վաղաշաբաթին ընտրի ձեզ կամ չընտրի ձեզ։ Խնդրեմ։ Պարոն Մեխակյան, 7 տարի ինչ եք արել, հիմա ինչ եք անելու, սկսեք։ Ես իմ տեղը զիջում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Նախ մենք ունենք բավական թվով մեծ սկսված աշխատանքներ, որ այս պահին կամ նոր են սկսվել, կամ ընթացքի մեջ են, կամ ավարտական փուլում են։ Դրանք տրամաբանական իրենց ավարտին հասցնելն է եւ նոր ծրագրերը գործարկելն է։ Դրանք մասնավորապես նախորդիվ սուբվենցիոն հայտերով ներկայացված կամ առաջիկայում 1-2 ամսում ներկայացվելիք այն ծրագրերն են, որոնք իրենց մեջ ներառում են առաջին հերթին հենց ենթակառուցվածքային, այսինքն ճանապարհներ, այսինքն ճանապարհներ, գազաֆիկացում, խմելու ջուր, ոռոգման ջուր, մանկապարտեզներ եւ այսպես շարունակ։ Իսկ նախորդ տարիներին թե ինչ է իրականացվել, մի քանի բան կարող եմ նշել։ Օրինակ վաղաշաբաթ խոշորացված համայնքում 3 դպրոցի դահլիճ, մարզադահլիճ եւ հանդիսությունների դահլիճ է նոր կառուցվել, 1 դպրոց է վերակառուցվել, այժմ 5 դպրոց 0-ից 5 դպրոց է կառուցվում վաղաշաբաթ խոշորացված համայնքում, 3-ը Էջմիածին քաղաքում, 2-ը գյուղերում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կառուցումները, դա մեր քաղաքական ուժն է, ներկայացնում է սա իբրև սեփական ձեռքբերում, սեփական ձեռքբերում չեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է մի թատեք ինձ, որովհետեւ ես նշեցի, որ մեր քաղաքական թիմը իրականացնում է, ես այդ համաձայն եմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 5 դպրոց է կառուցել, 15 մանկապարտեզ է կառուցել, ես ձեզ նույն հաջողությամբ կարող եմ ընդհատել ամեն բառից հետո, կոռեկտ պահեք ձեզ եւ մի ընդհատեք ինձ։ 3 կառուցվող մանկապարտեզ կա այս ընթացքում, 3-ը շահագործվել է, 10 կիլոմետրից ավել միջհամայնքային ճանապարհներ, ներհամայնքային ճանապարհներ են սուբվենցիոն ծրագրով, ոչ սուբվենցիոն ծրագրով իրականացվել, եւս տասնյակ կիլոմետր ճանապարհ պարոն Մկրտչյանի սիրած կառավարության եւ մեր թիմի կողմից է իրականացվել, 8 խորքային հոր ոռոգման համար նախատեսված խորքային հոր է վերագործարկվել, ինչի արդյունքում մեղմել ենք մենք ոռոգման ջրի խնդիրը, տասնյակ կիլոմետրից ավել ոռոգման խողովակներ, կիսախողովակներ են կառուցվել։ Տնտեսությամբ զբաղվող գյուղացիների կյանքն է բարդացվել Խոյ համայնքի ավականությամբ։ Եթե մի հատ էլ ընդհատեք, ես ուզում եմ հատուկ անդրադառնալ ջերմոցային տնտեսությունների վրա ինքնահաստատվող մեր տեխնացուներին, որոնք որ չեն տիրապետում օրենքը, որովհետև եթե իրենք կարող են ապացուցել, որ ջերմոցային տնտեսություն ծառքողները կարող են առանց նախագծային աշխատանքների, առանց շինթույլտվության իրականացնել այդ աշխատանքները, ուրեմն իրենք ստում են, որովհետև օրենքը հստակ է, օրենքը ասում է, որ դա քաղաքաշինական փաստաթուղթ պահանջող աշխատանք է եւ ի ուրախություն մեր համագյուղացիների ես ասեմ, որ այս պահին քննարկվում է կառավարությունում եւ նախարարությունում փոքր ջերմոցների ավելի հեշտ ընթացակարգով կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի փաստաթղթավորման աշխատանքները։ Իսկ ես 1-2 տասնյակից ավել Խոյի համայնքապետ եղած ժամանակ քաղաքացիների հետ անձամբ եմ զրուցել այդ խնդիրների մասին եւ թող մեկը ինձ ասի, որ այդ զրույցից բավարարված չէ, որ
որ ես իրեն խաբել եմ, ստել եմ, որ դա հնարավոր չէր եւ մենք իրեն փորձել ենք դնել այնպիսի դրության մեջ, որ ինքը անպայման գնա փաստաթղթավորի, այնինչ այդպես չէր պահանջվում։ Ես պատասխանատու հայտարարում եմ այն համայնքի ղեկավարը, ով որ չի իրականացնում կամ չի իրականացրել նման փաստաթղթավորում, նա օրենք է խախտել եւ թող մեր համագյուղացիներին չփորձեն իրենցով ինքնահաստատվել եւ իրենց քաղաքական առումով եւ գործի առումով չտիրապետելը, փորձել քաղաքական դիվիդենդներ շահել մեր քաղաքացիների համար, մեր գյուղաբնակների համար ականջահաճո արտահայտություններով։ Այնպես որ մենք ամեն ինչ արել ենք եւ անելու ենք, որպեսզի այդ բեռը ել ավելի թեթևացնենք եւ ասեմ ավելին, որ նախկինում մարդիկ ուզեցել են նույնիսկ փաստաթղթավորում անել, բայց չեն կարողացել անել, մեր ժամանակահատվածում մենք իրենց օգնել ենք փաստաթղթավորման առումով եւ ավելի հեշտ ընթացակարգով, ավելի սահուն ընթացակարգով կարողացել են անել։ Ցույց տվեք ինձ մեկ քաղաքացի, մենք միասին կարող ենք վաղը գնալ ձեր ցանկացած բարձրաձայնած քաղաքացու տուն, վաղը լռության օրն է ցավոք սրտի, թե չէ սիրով։ Կառուցություն։ Շատ լավ, պարոն Մկրտչյան, ձեր ծրագրերը։ Նախ պարոն Մեխակյանը, որ ասում է Պարոն Մկրտչյան, ձեր ծրագրերը։ Ես պարտավոր եմ այս։ Չէ, դուք պարտավոր եք ներկայացնել ձեր ծրագրերը։ Ես պարտավոր եմ, որովհետև նախորդ բանավեճի ժամանակ ես ասացի 50%-ով եմ կրճատելու ջերմոցների հարկ կոչվածը գյուղացիների շրջանում, դա ջերմոցի հարկ է։ Դուք կարող ասեք ջերմոցի հարկ ինչ նկատի ունեք, ասեք ինչ նկատի ունեք ջերմոցի հարկ ասելով։ Նախարարը այդ բանավեճից հետո ասեցին 5 անգամ կկրճատենք հարգելի համագյուղացիներ կամ գյուղացիներ։ Ջերմոցի հարկ ասելով ինչ նկատի ունեք։ Ջերմոցի հարկ չկա։ Նախագծի եւ այդ փաթեթը, որ բերել եք ու մարդկանց տներ եք մցրել ու մարդը մի հատ ջերմոցը, որ կառուցում է 700,000 դրամ պայմանական, եթե տալիս է ինքը այդ ջերմոցը կառուցելու համար ցելոֆոններին եւ այլն եւ այլն։ Իսկ դուք տեղյակ եք, որ սահմանված քաղաքացիական նորմերով կառուցված ջերմոցներում 800,000 դեպք է տեղի ունեցել, քանի մահ է տեղի ունեցել։ Պարոն Մեխակյան, մեր գործը, Պարոն Մկրտչյան, առհասարակ, մեր գործը քաղաքացիների հոգսերը Քաղաքացիների հոգսը, ինչպես եք քաղաքացիների մեծ հոգսերը պատմեք դուք ինչպես եք թեթևացնելու հաղթանակի դեպքում։ Վաղարշապատ խոշորացված համայնքում բազմաթիվ կուտակված խնդիրներ կան, իսկ այդ խնդիրները ես ձեզ վստահեցնում եմ, որ տասնամյակների են։ Տասնամյակների կուտակված խնդիրներ։ Առաջնահերթություններ սահմանելով, դասակարգելով, որոնք են առաջնահերթ։ Այ օրինակ բազմաբնակարան շենքերի նկուղները ամբողջությամբ Վաղարշապատ խոշորացված համայնքում ջրի մեջ են։ Պարոն Մեխակյան, գիտեք, վստահ եմ։ Տանիքները երբ որ դրոն ես բարձրացնում, չէ, բայց մասամբ այո։ Ну, ամբողջությամբ ես կասեի, որովհետև 22 օր ես ամբողջ Վաղարշապատ խոշորացված համայնքը ոտքի տակ եմ տվել։ Ես էլ 3.5 ամիս։ Տանիքները ծակ են։ Եվ սա առաջնահերթություն պահանջող խնդիր է, որը պետքա լուծվի։ Բակերի մասին լռեմ։ Երեխաների իրավունքները ոտնահարվել է տասնամյակներ շարունակ։ Վստահեցնում եմ ձեզ։ Պարոն Ղազարյան, ժամանակ գտեք, այցելեք Վաղարշապատ խոշորացված համայնք, մասնավորապես քաղաք Էջմիածին ու փորձեք բակերում երեխաների համար խաղահրապարակ գտնել։ Չկան, պարոն Մեխակյան։ Շատ սակավաթիվ է։ Մենք արդեն ունենք 4 նախագիծ տարբեր հատվածներում բակային տարածքների վերականգնման, կանաչ տարածքների եւ սպորտային հրապարակների եւ մանկական խաղահրապարակների։ Պարոն Մկրտչյան, Էջմիածինից խոսած, այ մեխը համայնքի Էջմիածինն է, այ Էջմիածինի առումով ինչ ունեք անելու։ Ինչ ծրագրեր կան։ Շատ սխալ կլինի, որ մենք մեխը դնենք միայն մեկ բնակավայրի վրա։ Իհարկե, Էջմիածինը լինելով ոչ միայն Վաղարշապատ համայնքի կենտրոնն, այլ նաեւ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը եւ այո, տասնամյակներ շարունակ ունենալով բազմաթիվ խնդիրներ, մենք չենք կարող առանձնահատուկ չընդգծել այդ խնդիրները, բայց ես ինչի շատ չեմ խոսում գյուղական բնակավայրերի մասին, որովհետեւ 18 գյուղական բնակավայրերից 17-ը նախկին Խոյ համայնքի բնակավայրերն են, որտեղ մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել եւ իրականացնում ենք եւ առաջիկա 5 տարիներին արդեն նախագծված աշխատանքներ կան իրականացվելիք, հետեւաբար այդտեղ ավելի սահուն ընթացակարգով են գնում մեր եւ ենթակառուցվածքային եւ ավելի հերատապ խնդիրներ պահանջող լուծումներ պահանջող խնդիրները, իսկ Էջմիածին քաղաքում խնդիրները բազմաշերտ են։
Ինչպես նշեց պարոն Մկրտչյանը, այո, բազմաբնակարան շենքերը ունեն իրենց առանձնահատուկ խնդիրները, տանիքներ, նկուղներ, շքամուտքեր, բակային տարածքներ, մեր կենտրոնական հատվածը զբոսայգիներ, զբոսաշրջային միջավայրի ավելի գրավիչ դարձնել, այո, ծայրամասային հատվածները ունեն կենսական նշանակության խնդիրներ, գազաֆիկացում, ջրահեռացման համակարգ, կոյուղու բացակայություն, ասֆալտապատման բացակայություն, այսինքն խնդիրները բազմաշերտ են։ Մեր մշակույթի տունը շատ վատ վիճակում է գտնվում, մենք այդտեղ խմբակների գործունեությունը դադարեցրել ենք, որովհետև սեյսմիկ շատ լուրջ խնդիրներ ունենք, բայց արդեն ունենք նախագիծ, որով առաջիկայում պատրաստվում ենք դիմել կառավարություն, սուբվենցիոն ծրագրով արդեն հաջորդ տարի մեկնարկել հիմնանորոգման աշխատանքները Կոմիտասի անվան մշակույթի պալատի։ Եվ այսպես շարունակ, այսինքն մեր ծրագիրը հիմնված է վաղարշապատցու իրական կարիքների հիման վրա, մենք տևական ժամանակ գույքագրել ենք այդ խնդիրները, որի հիման վրա կազմել ենք ծրագիր եւ տվել ենք առաջնահերթություններ առաջիկա 5 տարիներին, ինչ փուլերով ենք իրականացնելու այդ խնդիրներին։ Մենք էլ ենք ծանոթացել խնդիրներին, մենք էլ ենք խնդիրները գույքագրել, բայց ի տարբերություն իրենց մենք չենք ունեցել 7 տարվա իշխանություն։ Մենք երբեք չենք ունեցել իշխանություն։ Մենք կարծում ենք, որ այդ խնդիրները հնարավոր է արմատական եւ ռադիկալ մեթոդներով լուծել։ Ասեք, թե օրինակ դա ինչ է, ասեմ պարոն Ղազարյան, ասեմ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Էջմիածնի քաղաքապետարանի միջակայքում թույլ տվեք ես ասեմ, դուք իշխանության ներկայացուցիչին ավելի շատ եք հնարավորություն տանիքները ծակեն։ Պարոն Ղազարյան, հաշվել եք ինչքան է բյուջեով փոխվել դա լուծելու համար։ Թույլ տվեք ասեմ են ինչ որ ես եմ ասել մեր հայրենակիցներին։ Ես հիմա շարունակում եմ։ Պարոն Մեխակյանն ասում է ժամանցի գոտիներ, տուրիստական միջավայրի բարելավում, տուրիստներին պահել վաղարշապատում, որպեսզի գումար ծախսեն։ Շատ լավ է, փայլուն եք ասում, պարոն Մեխակյան։ Բայց դրա համար եմ ասում, երբ որ դուք Դիանա Գասպարյանի տեղակալն էիք, Մանվել Գրիգորյանի սրճարանին, ինչի՞ չարադարձաք։ Դուք տեղեկացված չեք, որ այդ տարածքի վրա քրեական գործ կա եւ դատական պրոցես է գնում։ Մանվել Գրիգորյանը 99 տարով վարձակալել է։ Հանրային գերակաշահ հասկացողություն կա, պարոն Մեխակյան։ Ճանաչեիք հանրային գերակաշահ, թող գնար Գրիգորյանը ընտանիքը ձեզ դատի։ Կառավարությունն է տալիս, ոչ թե համայնքը։ Թող կառավարությունը տար առավել եւս, վերցնեիք, գնայիք կառավարություն, նստեիք վարչապետի կամ փոխվարչապետի առաջ ներկայացնեք ու ասնեք լուծումների։ Այսպես անտեղյակ ոնց է համայնք ղեկավարելու։ Պարոն Մեխակյան, հանրության շահը ոտնահարվել է։ Հանրության շահի համար ընդհանցակարգեր կան եւ այդ ընդհանցակարգերով գնում եք առաջ։ Դե այդ ընդհանցակարգերով բայց դատական պրոցեսներ։ Բայց ընդհանցակարգերով դուք ինչ եք անելու, որ դատարանը շուտ որոշում կայացնի։ Դուք ինչ եք անելու, ասեք տեսնեմ։ Ես քանդելու եմ, թող Գրիգորյան ընտանիքին ինձ դատի տան։ Շատ լավ։ Թող իրենք դատի տան, բայց վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների շահը հավաքական առումով ես թույլ չեմ տալու որևէ մեկը ոտնահարի։ Այդ թվում Մայրաթորի հետ կապված եկեղեցապատկան հողերի մասով դուք բան ունեք ասելու, պարոն Մեխակյան։ Ով ունի թեկնածուներից 7 թեկնածուներից որևէ մեկը եկեղեցապատկան հողերի մասով ասելիք ունի։ Դուք ասեք, ինչ բոլորովին վերջերս, պարոն Մեխակյան, դուք եկեղեցու Մայրաթորի նոր հողատարածք եք օտարել։ Իսկ ես ասում եմ հակառակը։ Ինչ պետք է անեք։ Այն հողատարածքները, որ եկեղեցապատկան են եւ նշանակությամբ այգի են, պետքա վերականգնվեն, պարոն Ղազարյան։ Այսինքն վերցնելու եք եկեղեցու ձեռքից։ Պետքա տրվի ողջամիտ ժամանակահատված եկեղեցուն, որպիսի Մայրաթոր Սուրբ Էջմիածնին հիմնարկին, որպիսի դա իբրև այգի վերականգնվի, կահավորվի տեսախցիկներով, լուսավորվի ու հանձնվի բնակչին, հայ առաքելական եկեղեցու հետևորդներին, հավատացյալներին։ Հակառակ պարագայում, այստեղ էլ հանրության գերակաշահը չի կարող ստորադասվել որևէ ինչ-որ կամպանիայի, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի։ Չեն սա այդ այգիները չեն։ Պարոն Ղազարյան, 618 թվականին կառուցված Սուրբ Հիպսիմե տաճարի ետնամաս, եթե դուք երեկոյան ժամերին գաք, դուք կամ ոստիկանության ուշադրության կենտրոնում կհայտնվեք եւ կթիրախավորվեք իբրև գուցե թմրամոլ, որովհետեւ այդտեղ այդ ժամերին հավաքվում են թմրամոլներ, ամբողջությամբ աղբակուտակված,
Սովետական միությունից ժառանգություն ստացած այգուց ոչինչ չի մնացել, հեկտարներով տարածք։ Դա եկեղեցու հողն է։ Դա եկեղեցապատկան հողատարածք, այո։ Երբ որ ասեմ ավելին, գաք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հարակից այգի, դուք կտեսնեք տասնամյակների ծառեր, որոնք միտումնավոր կերպով չորացվում են։ Միտումնավոր կերպով վանդալիզմի զոհ են դառնում այդ ծառերը։ Ինչու՞։ Հարցրեք Կտրիչ Ներսիսյանին, գուցե այդտեղ շինարարություն է ինքը պատրաստում իրականացնել։ Պարոն Մեխակյան, տեղյակ եք։ Եվ ի վերջո, Կտրիչ Ներսիսյան թե Գարեգին Բը։ Շատ լավ, քանի որ դուք ձեր մշտական ռեպերտուարի մեջ եք, ես նորից Ես ճիշտ հասկացա, որ դուք ընդդիմադիրներին եք միանալու հաղթելու դեպքում։ Ես։ Այո։ Երկու ձեռքս կկտրեմ, բայց քոչարյանասերժական եւ պրոռուսական ուժերից որևէ մեկին չեմ միանա։ Իսկ իրանք մեղադրում են, որ միանալու եք իշխանությանը։ Ես սպասում եմ, որ իշխանության տեխնացուն ժողովրդի կողմից ինձ վստահված 50+ քվեի հետ հաշվի կնստի եւ իմ ձեռքը կշնորհավորի ու կսեղմի ու կշնորհավորի։ Ես այսպես եմ պատկերացնում։ Իսկ թե ով ում կմիանա, գիտեք, պարոն Մեխակյանը ավելի լավ կպատասխանի։ Այնուամենայնիվ վերադառնանք այն խնդիրներին, որոնք որ կան մեր համայնքում, իրականում այն հանրային տարածքները, որ ժամանակին տրվել են Մայրաթորին եւ տասնամյակներ շարունակ բարձի թողի վիճակում են գտնվում, չեն բարեկարգվել, նույնիսկ այդտեղ էլ պետք է տարանջատենք ինչ հիմունքներով են տրվել, այսինքն ավականու որոշմամբ է տրվել, կառավարության որոշմամբ է տրվել, որովհետեւ դրանք հիմքեր են, իրավական հիմքեր են, դրանց հետ վերադարձի կամ նորից համայնքապատկան դարձնելու եւ մեկ բազմիցս ես ինքս էլ անդրադարձել եմ այդ հարցին եւ մեր պատրաստակամությունն եմ հայտնել, որ մենք պատրաստական ենք աջակցելու այդ տարածքները բարեկարգելու, նորոգելու, վերանորոգելու ուղղությամբ եւ հանրային դարձնելու մեր բնակիչներին առաջին հերթին եւ նաեւ զբոսաշրջիկներին վերադարձնելու որպես բարեկարգ տարածքներ։ Մայրաթորն առարկում է, ճիշտ եմ ասում։ Շատ լավ գիտեք, շատ լավ գիտեք, որ առարկում է, շատ լավ գիտեք, որ առարկում է, այսինքն Բայց չեք նոր հողեր տրամադրում իրենց։ Շատ լավ։ Մենք հող ենք տրամադրում, ընդամենը 200-300 քառակուսի մետր, որի 4 կողմի սեփականատերը Մայրաթորն է եւ որտեղ կառուցվելու է բացառապես տեխնոլոգիական կենտրոն։ Այսինքն մենք այդտեղ չենք օտարում հեկտարներով տարածքներ, մենք այդտեղ չենք օտարում հանրային բնույթի տարածքներ եւ հակառակը մենք կառավարության հետ այս պահին սկսել ենք process-ներ, ավելի քան լուրջ եմ ասում եւ բազմիցս եմ դրա, որովհետեւ մենք ինչ արել ենք, պարոն Մկրտչյան, հանրային ենք արել, մենք չենք թաքցրել դա, նպատակն էլ է հանրային եղել, քննարկվել է, որոշվել է, այդ որոշումը կայացվել է, բայց ինչ վերաբերում է Մայրաթորի հարակից տարածքում կամ Էջմիածնի կենտրոնական զբոսայգուն, որ ժամանակին տրվել է Մայրաթորին բացառապես բարեկարգման նպատակով, քաղաքի մշակութային կյանքի նպատակով եւ այդտեղ չպետք է նաեւ ըստ որոշման իրականացվեր կառուցապատման աշխատանքներ եւ չպետք է օտարվեր։ Փաստացի 4 պայմաններից 3-ը խախտված է եղել, այսինքն միայն չեն օտարել, բայց մնացած բոլոր կետերը խախտված է եւ այդ հիմքով մենք գրություն ենք ներկայացրել կառավարություն, որպեսզի վերանայեն այդ որոշումը եւ մենք պատրաստակամություն ենք հայտնել, որ հետ վերադառնա համայնքին եւ մենք էլ նախագիծ պատվիրենք։ Այդ մասին մենք նաև բարձրաձայնել ենք նախորդիվ, ուղղակի գիտեք շատ հեշտ է, երբ որ դու իշխանություն չես եւ աշխարհակաղակական հարցերի մասին խոսել եւ խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնց կատարումը իրատեսական կարճ 1 տարում 1 ամսում հնարավոր չէ։ Հետևաբար հաշվի առնելով այն ժամկետները, խելամիտ ժամկետները, որ հնարավոր է եւ դրա հետ վերադարձի եւ դրա բարեկարգման աշխատանքների հետ կապված, մենք չենք շտապում այնպիսի մեր հանրությանը այնպիսի լուրերով հրամցնել, որ ավելորդ սպասումներ իրենց մոտ առաջանա 1 ամսում, որ դա բարեկարգված հետ է վերադառնալու իրենց։ 7 տարի կարելի է Գրիգորյան ընտանիքի հետ դատարաններում հանդիպել, քաղաքացին էլ այդ աղբանոցի մեջով գնա գա։ Բայց ես իմ կառավարման ժամանակահատվածում ձեռնամուխ եմ եղել այդ աշխատանքների իրականացման։ Շատ շրջում եք համայնքով եւ հանդիպում եք քաղաքացիների հետ, շատ։ Այ ո՞րն է քաղաքացիների գլխավոր ակնկալիքը քաղաքական ուժերից, ինչ են ուզում։
մարդիկ։ Ինչն են ամենաշատը ձեզ դիմում, խնդրեմ։ Քաղաքացիների սիրտը եւ հավատը բոլորը կոտրել են։ Ես սա կարող եմ արձանագրել։ Բոլոր քաղաքական ուժերը վստահության պակասի խնդիր ունեն քաղաքացու մոտ։ Քաղաքացին չի վստահում ոչ մեկին։ Եվ ես չեմ էլ մեղադրում մեր հայրենակիցներին, պարոն Ղազարյան։ 30 տարի շարունակ ամեն մեկը իր հերթին եկել է, իր խոստումները տվել է, չի կատարել, խաբել գնացել է։ Այդ առումով քաղաքացու սիրտը կոտրված է եւ քաղաքացիները հիասթափված են։ Իրենց խնդիրները առօրյա կենցաղային խնդիրներ են։ Մեծ բան պետք չի անել, որ քաղաքացին քեզ կրկին անգամ ընտրի։ Ես դրա համար եմ ասում, իշխանության ներկայացուցիչը կարող էր ընդհանրապես քարոզարշավի դուրս չգալ, եթե հաշվետվությունը կար։ Եթե քաղաքացին իր մաշկի վրա զգար, տեսներ գործ եւ աշխատանք։ Եթե քաղաքացին 7 տարի շարունակ այդ սրճարանի աղբանոցի վերածված սրճարանի միջով չգնար գար։ Հավատ չկա մարդկանց մոտ։ Բայց ես ասել եմ, վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչները իրենց այդ կոտրվածությամբ, հիասթափվածությամբ ոչ մի բանի չեն հասնելու։ 30 տարի շարունակ այդ համայնքում ընտրել են կամ վախենալով այս կամ այն բդեշխից, կամ էլ խաթր անելով։ 2018-ից հետո խաթր են արել Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ով ընտրվել է այդ համայնքում, խաթերով է ընտրվել 18-ից հետո։ Դրանից առաջ վախենալով են ընտրել։ Երկուսի արդյունքն էլ վաղարշապատին քաղել է։ Երկուսի արդյունքն էլ տեսել է։ Ինքը իր խնդիրների հետ շարունակում է մնալ մեն-մենակ։ Մեն-մենակ։ Ով եկել է վաղարշապատի գլխին ղեկավար է դարձել, վաղարշապատին վերաբերվել է իբրև որբի գլխի։ Իր փայը խուզել տարել է։ Այդ խուզող տանողներին ես կոնկրետ անդրադարձ եմ ունենալու։ Նախկին բոլոր ավականիների որոշումները, կասկածելի որոշումները, հանրության շրջանում քննարկումների առիթ դարձած որոշումները խորը մոնիտորինգի եմ ենթարկելու եւ դարձնելու որ հիմա իրավապահ համակարգի ինձ ոչինչ չէր խանգարում, պարոն Մեխակյան։ Ասեմ ավելին, երբ որ համայնքային հողերն էին օտարվում, առանց ավականու մանդատի համայնքում իբրև ժողովրդի ձայնը հնչեցնող մարդ ես եմ միշտ բարձրաձայնի, ինձ ոչինչ չէր խանգարում։ 3 անգամ հայտարարել եմ, որ վաղարշապատում չեմ պատրաստվում առաջադրվել, 4-րդն էլ կարող էի հայտարարել։ Բայց դուք եւ ձեր քաղաքական ուժը կստանայիք Գյումրի 2, Փարաքար 2, ու պատասխանը դուք ոչ թե մեզ հաշված օրեր հետո կտեսնենք կտայք հանրապետության վարչապետին եւ ձեր քաղաքական թիմին ու քաղաքական թիմի վերնախավին։ Հիմա դուք եկել եք ԽՊ-ին փրկելու։ Ոչ, ես եկել եմ ասելու, որ այլընտրանք եմ, այն ինչ որ այս մարդիկ են անում կամ պիտի անեն, ուղղակի չեն անում։ Պարոն Ղազարյան, իմ քարոզարշավի ընթացքում մեր հայրենակիցներին միշտ ասել եմ հանուն արդարության։ Արագածոտնի մարզում աշխատանքներ տարվում է։ Շոշափելի։ Գեղարքունիքի մարզում աշխատանքներ տարվում է։ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում ակնառու աշխատանք տարվում է։ Կներեք էլի վաղարշապատում ինչի չի տարվում։ Կարող է պատասխանատու անձինք կոմպետենտ չեն կամ ցանկություն չունեն աշխատելու։ Հասկանալի է։ Եվ ձեր ամփոփիչը այ մարդկանց հետ շփվում եք ինչ են մարդիկ ուզում։ Պարոն Ղազարյան, տեսեք, նախկին Խոյ համայնքի գյուղական բնակավայրերով շրջելիս գոհունակության խոսքեր ենք լսում եւ իհարկե մենք առաջին հայացքից մենք մեզ լավ ենք զգում, որ մենք իրատեսական իրենց կարիքները բավարարող ծրագրեր ենք իրականացնել եւ շարունակում ենք իրականացնել կամ ընթացքի մեջ են գտնվում, ինչը նաեւ պարտավորեցնում է եւ նաեւ քաղաքացիների մոտ ել ավելի մեծ սպասումներ է արթնացրել, ել ավելի շատ ծրագրեր իրականացնելու իրենց բնակավայրերում։ Սպասումները իհարկե շատ մեծ են։ Խնդիրները բազմաթիվ են։ Շատ մարդիկ առաջին հերթին դրանք կենցաղային նշանակության խնդիրներն են, բարեկարգման խնդիրներն են, այն ինչը որ իրենց մարդկանց ապրելու, իրենց միջավայրը ավելի լավը դարձնելու համար է, բնական է դրանք են, բայց նաև կան մշակութային խնդիրներ, նաև կան կրթական խնդիրներ, ենթակառուցվածքային եւ այլ, այսինքն բնակչության տարբեր շերտերի համար առաջնահերթությունը տարբեր է եւ դրա համար էլ մենք մեր ծրագրերը համակողմանիորեն մշակելով ընդգրկել ենք բոլոր ոլորտները, որոնք որ տեղական ինքնակառավարման մարմինների
լուծման տիրույթում են գտնվում։ Իսկ ո՞նց է կարծում, ակտիվությունը բարձր կլինի։ Ես կարծում եմ, որ նախորդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ կլինի բարձր, բայց թե ինչքանով բարձր չեմ կարող ասել, բայց իմ կոչն ու հորդորն է մեր բնակիչներին, մեր ընտրողներին, որ անպայման իրենց քվեն գնան եւ տան իրենց խղճի, իրենց մտքի, իրենց պատկերացրած համայնքի օգտին եւ այսպես ասել պարոն Մկրտչյանի ոչ մեկին խաթր չանեն, ոչ մեկի բարեկամական, ընկերական, խնամիական խաղը չխաղան, այլ իրատեսական ծրագրեր իրականացնող թիմի օգտին կամ իրենք ոնց պատկերացնում են, որ ուժը կարող է իրենց համար կարևոր խնդիրները լուծել, գնան տան հենց այդ ուժի օգտին։ Պարոն Մկրտչյան, ակտիվ կլինի։ Ես մի բան կարող եմ ասել, որ եթե ակտիվ չեղավ մասնակցության ցուցանիշը, դա մի բան է նշանակում, որ հերթական անգամ ընտրատեղամաս գնաց հորողբորտեղու խնդրանքով ընտրության գնացողը, հերթական անգամ ընտրատեղամաս գնաց խաթերով ընտրության գնացողը, հերթական անգամ ինչու ոչ եւ գուցե նաեւ վախով ընտրության գնացողը։ Ու որpիսի այս խաթերով հորողբորտեղու բաժանաղի խնդրանքով ընտրության գնացողների ճանապարհը փակենք եւ թույլ չտանք մեր մյուս հայրենակիցների իրավունքները եւս մի քանի տարի ոտնահարվի սխալ ընտրության արդյունքում։ Ես հորդորում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին գտնել ժամանակ եւ որոշում կայացնել ընտրություններին մասնակցելու։ Առաջին հերթին գնալ ու մասնակցելու, որովհետեւ մասնակցությունը փակելու է խաթրով ընտրության գնացողի ճանապարհը, վախով ընտրության գնացողի ճանապարհը։ Ու երբ որ մարդը 10 վայրկյան ինքը իր խղճի հետ մենակ մնա քվյախցիկում, ինքը կհիշի նախորդ տասնամյակների կառավարիչներին 10 վայրկյանում ընդամենը ինքը կհիշի նախորդից հետո հաջորդած կառավարիչներին ինքը կհիշի իր խնդիրներն ու պրոբլեմները, որ ընդամենը շքամուտքից դուրս է եկել եւ հասել է ընտրատեղամաս, քանի պրոբլեմի է բախվել։ Ու այո, ձայնը կտա այն ուժին, ով երբեք իշխանություն չի եղել։ Ձայնը կտա միջին վիճակագրական Վաղարշապատցու։ Ձայնը կտա ինձ։ Այո, որովհետև ես կամք ունեմ խնդիրները լուծելու, որովհետև ի տարբերություն մյուսների ես այդ խնդիրները չեմ արձանագրում կուտակում գլխիս ու այդ խնդիրները ուղղակի արձանագրելու համար արձանագրություն պարոնայք, սիրելի վաղարշապատցիներ, տեխնացուները մի հարցում շատ ճիշտ են, որ երբեք ձեր քվեից այսքան կախված չի եղել Վաղարշապատի վաղվա օրը։ Ակտիվ մասնակցեք, ընտրեք ձեր խղճի համաձայն, որովհետև ձեր ընտրության արդյունքները վայելելու եք դուք մոտակա մի քանի տարիներին։ Կհանդիպենք, իսկ այն տեխնացուները, որոնք այսօր չկային, ես կրկին հիշեցնեմ, որ պարզապես նրանք իրենք են հրաժարվել եթերի մասնակցությունից, եզրակացությունները թողնում են կրկին ձեզ։ Կհանդիպենք, ցտեսություն։